մարդը, որը համարվում է պատգամավորի թեկնածու, կարող է արդյոք կամ որ դեպքում կարող է դատախազությունը նրան մեղադրանք առաջադրել առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Դուք որ հարցն ուղղում եք ինձ որպես իրավաբան, իրականում ստացվում է, որ ես պետք է փաստաբանություն անեմ կամ իրավական մեկնաբանություններ տամ որևէ մարմնի գործողությունների հետ կապված, ինչի ես չեմ ցանկանում անել։ Ես իրականում կարծում եմ, որ դատախազությունը կամ քննչական մարմինը process-ին շատ ավելի լավ է տիրապետում, որովհետև դա նրանց ամենօրյա աշխատանքն է եւ չեմ պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ նրանց աշխատանքի հետ կապված։ Ես բայց հարցնում եմ ոչ թե իրենց աշխատանքը մեկնաբանեք, այլ իրավական կարգավորումներով։ Ես չեմ դուք այդպիսի բան կարող է թե չի կարող։ Չեմ հիշում իրավական կարգավորումները, անկեղծ ասեմ, բայց մեկնաբանել էլ աշխատանքը չեմ պատրաստվում։ Երեք դուք քաղաքացիական պայմանագրի վարչության նիստին եք մասնակցում, հնարավոր է սահմանադրության հարցներ օրակարգում քննարկման թեման, եթե այո կարող եք մանրամասներ ներկայացնել։ Այո, քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաև նախընտրական գործընթացի շրջանակներում եւ երբ հրապարակենք սահմանադրության տեքստը։ Գալյան, շարունակությունը մանդատների բաշխվածությամբ, եթե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը անցնում է, որպես շարունակություն եմ ուզում էլի, որ նաև լրացնեք փաստորեն Ինչ էի ասում։ Երեք քննարկում էինք, թե երբ որովհետև խոսում եք, որ միջև ընտրություններ պետք է ներկայացվեր, հետո ժամկետների փաստորեն փոփոխություն եղավ եւ տարբեր մեկնաբանություններ եղավ, որ այդ կերպ նաեւ փաստորեն խուսափել եք, որովհետև կարող է ժողովրդի զայրույթ առաջացնել, օգուտ չլինի ԿՊ-ին եւ դա է պատճառը։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը եւ կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո ինչու եմ այսպես ասում, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ Բայց մենք ձեր հարցի հետ կապված, որը վերաբերում է ինչու չեք հրապարակել նախկինում, ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ, որ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել, եւ սա միանձնյա որոշում չէ հրապարակել կամ չհրապարակելը։ Որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք։